ձեզ մի խոսք, որ կուզեմ ձեզ հետ բաժնեկցել, ես վերնագրել եմ հետևյալ կերպ. գնա մինչև վերջ։ Այն պատգամը, որը ես Սուրբ Հոգին սկսեց խոսել ինձ հետ եւ ես դրա վրա սկսեցի մտածել ու կառուցել, 4-րդ Թագավորաց 13-րդ գլխում մի հատված կա։ Աստծո խոսքը պատմում է մի թագավորի մասին Իսրայելի, որը գնում է մարգարեի մոտ, իմանալով, որ մարգարեն արդեն իր կյանքի վերջին ընթացքն է ապրում եւ ուր որ է պետք է մահանա եւ նա գնում է, որպիսի մարգարեից խոսք, պատգամ, օրհնություն մի բան առնի վերջի անգամ։ Եվ երբ որ գնում է, մարգարեն նրան մի գործողություն է առաջնորդում, որ նա պիտի անի։ Եվ Աստծո խոսքը ասում է մարգարեն, Եղիսե մարգարեն Հովաս թագավորին ասեց. վերցրու նետերը եւ աղեղը եւ բաց պատուհանը ու կրակիր։ Արձակիր այդ նետը։ Եվ ասում է թագավորը հնազանդվում է նրա խոսքին, վերցնում է աղեղը եւ նետերը եւ մեկ նետ արձակում է։ Եվ մարգարեն նրան ասում է. սա Տիրոջ փրկության նետն էր եւ դու պիտի ասորիներին հաղթես։ Եվ շարունակության մեջ մարգարեն նորից ասում է. արձակիր նետերը։ Եվ ասում է Հովասը վերցնում է նետերը եւ ընդամենը 3 անգամ արձակում է դեպի գետին ու դադարում։ Եվ դրա վրա մարգարեի բարկությունն է գալիս եւ նա շատ խիստ ձևով է խոսում եւ ասում է. ինչու միայն 3 անգամ։ Ինչու չշարունակեցիր, ինչու ոչ 5-6-րդ անգամ, որովհետև այդ դեպքում դու հաղթության կատարյալ վիճակի կհասնեիր, բայց քանի որ դադարեցիր, ուղղակի կիսատ թողեցիր, դու միայն 3 անգամ պիտի զարկես ասորիներին։ Երբ որ կարդում էի այս խոսքերը, Սուրբ Հոգին սկսեց խոսել, եւ հենց այս պատգամը այս հատվածից ծնվեց, եւ մենք շատ անգամներ, սիրելի Աստծո ժողովուրդ, Աստված մեզ բաներ է առաջնորդում, մի քայլի առաջնորդում, ինչ որ բանի է տանում, եւ մենք գնում ենք ու որոշում ենք, որ բավարար է։ Հերիք է, արդեն ավարտել ենք մեր միսիան, կատարել ենք այն ինչ որ պետք էր։ Մենք 3 անգամ նետն արձակել ենք։ Հերիք է, 3 անգամ հաղթություն է ինձ համար։ Բայց գիտես սիրելիս, գուցե Աստծո համար, քեզ համար նախատեսված է 5-րդ, 6-րդ, 10-րդ անգամ հաղթություններ, ավելի կատարյալ հաղթություն, ավելի մեծ օրհնություններ, ավելի զորավոր հրաշքներ եւ նշաններ, ուղղակի մենք բավարարվում ենք 3 անգամով։ Եվ երբ որ այս խոսքը կարդացի, Սուրբ Հոգին ասեց. գնա մինչև վերջ։ Ինչ է նշանակում մինչև վերջ գնալ։ Կուզեմ մի քանի մտքեր, որ առանձնացրել եմ, ձեզ հետ սա բաժնեկցեմ։ Առաջինը, երբ որ մենք ասում ենք գնալ մինչև վերջ, նշանակում է ունենալ նպատակակետի տեսլականը։ Այսինքն դու ունես մի տեսիլք, դու ունես հայտնություն, դու ունես նպատակ, դու ունես որոշում, դու ունես մի գործ, որը սկսել ես, գուցե դա դու ես սկսել կամ Աստված է քո կյանքի մեջ եւ քո կյանքի միջոցով սկսել, անկախ նրանից դա իրենից ինչ է ներկայացնում, դու ունես ինչ որ բան անելու նպատակակետին հասնելու տեսլականը։ Եվ Աստծո խոսքի մեջ մենք տեսնում ենք Ասորի կնոջ պատմությունը, նա ուներ նպատակակետ, իր աղջկա բժշկությունը, եւ չկար որևիցե մի բան, որ նրան խանգարեր։ Կային խոչընդոտներ, կային խոսքեր, կային արգելքներ, բայց նա մինչև վերջ գնաց, որպիսի իր աղջկա բժշկությունը վերցնի։ Սա այդ նպատակակետն էր։ Չգիտեմ ինչ նպատակակետ ունես դու քո կյանքի մեջ։ Աստված քեզ այսօր ասում է. գնա մինչև վերջ։ Թող որևիցե մի բան քեզ չարգելի, քեզ չխափանի այդ ճանապարհի մեջ, որպիսի դու հասնես դրան։ Եթե կա նպատակակետ, ուրեմն կարիք ունի իր վերջնակետին հասնելու, իր վերջնական լուծմանը հասնելու։ Եվ Աստծո կամքը իմ եւ քո համար դա է առաջին հերթին։ Ունենաս եւ գնաս դրա վերջնակետը, եւ ոչ մի բան քեզ չխանգարի։ Գնալ մինչև վերջ նշանակում է մտնել ինչ-որ ընթացքի մեջ, ինչ-որ ճանապարհի մեջ։ Դες շատ անգամներ այդ ճանապարհը հարթ չի։
Աստծո խոսքն ասում է, նեղ ճանապարհը, նեղ դուռը, որ տանում է, չէ՞։ Հիսուսն ասեց, կա երկու ճանապարհ, մեկը լայն է, մեկը դուռը լայն է, լայն դուռն է, մեկը նեղն է, եւ այդ նեղով գնացող ընթացքը իր մեջ դժվարություններ է պարունակում։ Խնդիրներ կան, որոնց դու պետքա բախվես, բայց ասում է, նա ով որ մինչև վերջ կգնա այդ ճանապարհը, նա կստանա այն օրհնությունը եւ երկնային կյանքը, հավիտենական կյանքը, որ Աստված պատրաստել է։ Այո, դժվարություններ կլինեն, բայց դու որոշում կայացրու, ես պետքա մինչև վերջ քայլեմ այդ ճանապարհով։ Ես ոչ մի կողմ աջ եւ ձախ չպիտի թեքվեմ, ես պետքա գնամ, որովհետեւ իմ նպատակը երկինքն է։ Ամեն։ Մենք մի հատ հրաշալի երգ ունենք, չէ՞։ Ճանապարհը իմ դեպի երկինք է։ Եթե քո ճանապարհը դեպի երկինք է, դու քայլիր այդ ճանապարհով։ Եթե որոշում ես կայացրել, Քրիստոսին ասել ես այո, երբեք ու երբեք թող ոչ մի բան քո այդ այոն չփոխի, կասկածանքի կամ ոչի։ Գնա մինչև վերջ։ Շարունակիր քայլերդ, թեկուզ դանդաղ, բայց շարունակիր։ Մինչև վերջ գնալ նշանակում է ձախողումների ժամանակ չհանձնվել, այլ վեր կենալ եւ շարունակել։ Շատ անգամներ մենք մեր կյանքի մեջ, մեր որոշումների մեջ, մեր նպատակների մեջ, մեր գործերի մեջ ձախողումներ ենք ունենում, ամեն։ Կա մարդ, որ որիվցե մի բան ձեռնարկել է եւ ինչ որտեղ չի ձախողվել։ Բոլորի մեջ, բոլորի մոտ դա լինում է։ Այդ ձախողումները կարող են գալ քո կատարած գործողություններից սխալ, այդ ձախողումները կարող են գալ թշնամու կողմից, այդ ձախողումները կարող են գալ ինչ որ իրավիճակներից, բայց կարևորն այն չի դու որտեղ ես, երբ ընկար, ինչքան ընկար, կարևորն այնն է դու հասար վերջնակետին, թե ոչ։ Մենք մեր հոգևոր կյանքի մեջ շատ անգամներ սայթակում ենք։ Չկա ոչ սխալական մարդ, բոլորս էլ սխալվում ենք, բոլորս էլ սայթակում ենք, բայց կարևորը նա է, արդյոք այդ սխալվելու դեպքում վեր ենք կենում նորից, շարունակում ենք ճանապարհը, շարունակում ենք գնալ դեպի Տերը, թե ոչ։ Եվ սրա վառ ապացույցները Աստծո խոսքի մեջ եւ 5 կտականում եւ նոր կտականում կա։ Երկու համաբանություն կա, մեկը Սավուղ եւ Դավիթ եւ մեկը Հուդա եւ Պետրոս։ Երկուսի կյանքերի մեջ էլ մենք տեսնում ենք Սավուղը կանչվեց Տիրոջ կողմից եւ Կարեն եղբայրը անցած անգամ դրա մասին խոսեց, նա ընկավ, շփոթվեց, սխալվեց, բայց չապաշխարեց, բայց Դավիթը, որ ավելի գուցե մեր մարդկային մտածելակերպով հասկացողությամբ ավելի վատ մեղք գործեց, բայց նա կանգնեց եւ երեսնի վայր ընկավ Տիրոջ առաջ եւ ապաշխարեց։ Նա վեր կացավ իր ասայթակած տեղից, իր ձախողված տեղից եւ շարունակեց քայլել դեպի արքայությունը։ Նույնս Հուդայի եւ Պետրոսի կյանքում ենք տեսնում։ Հուդան էլ մատնեց Հիսուսին, բայց նա չգնաց ապաշխարության եւ թողության, իր կյանքին վերջ տվեց, որոշելով, որ ինքը սայթակել է եւ այլևս իր համար ոչ մի օգնություն չկա։ Ինքը չի կարող հասնել այդ վերջնակետին։ Բայց Պետրոսը, ով ուրացավ Հիսուսին, անգամ ասում է հայհոյեց, բայց նա մեկ օր, մի քանի վայրկյան հետո, մի քանի ակնթարթ հետո, երբ որ տեսավ Քրիստոսին եւ հիշեց նրա խոսքերը, Աստծո խոսքն ասում է դառնագին լացեց եւ ապաշխարեց, եւ նա ապաշխարության քայլ կատարեց, նորից շարունակեց դեպի Քրիստոսը գնալ, երբ որ Հիսուսը խաչելությունից հետո, հարությունից հետո վերադարձավ ծովի մոտ եւ կանչեց Պետրոսը, ճանաչեց Հիսուսին եւ ասում է իրան գցեց դեպի ծովը, ավելի շուտ նրան հասնելու։ Ինչ վիճակում ես դու։ Ընկած ես, թե ինչ վիճակում ես, արդյոք քո քայլերը քեզ տանում են նորից դեպի Հիսուսը, թե ոչ։ Շարունակիր սիրելիս, կանգ մի առ, կանգառը անաստվածային է։ Եթե Աստված քեզ չի ասել հանգստանալ, կանգնել ինչ-որ իրավիճակի մեջ, եւ դու ես որոշել, որ դու պիտի կանգնես, դա անաստվածային դիրք է։ Աստված ասում է քայլիր, շարունակիր, առաջ գնա, հաղթահարիր, պայքարիր, որովհետև նա քո հետ է։ Եվ նա քեզ կտանի վերջնակետին։ Մինչև վերջ գնալ չի նշանակում հսկայական քայլեր կատարել։ Մենք շատ անգամներ մտածում ենք, որ երբ որ աղոթք կատարեցինք ինչ-որ մի բանի, մի անգամից պետք է ընկնի մեր գիրկը։
Երբ որ մենք որոշեցինք Հիսուսին հետևել, միանգամից երկնքում պետք է հայտնվենք։ Մեր ոտքերը ամպերի վրա պիտի քայլեն։ Սիրելիս, մենք կարիք ունենք ամեն օր քայլ առ քայլ մոտենալ Տիրոջը։ Ամեն օրվա մեջ քո քայլն արա դեպի Քրիստոսը։ Մի մտածիր, որ ուղակի մեկ շաբաթ հանգստանաս, հաջորդ շաբաթվա մեջ մի հատ մեծ լոկ անես։ Կարող է ինչ-որ բան վնասես։ Փոքր քայլեր արա։ Մեկ քայլ ավելացրու, մեկ աստիճան մոտեցիր Տիրոջը, մեկ աստիճան քո հարաբերության, նրա հետ հարաբերության մեջ ավելի մտերմացիր։ Քո աղոթքի կյանքի մեջ մեկ քայլ ավելին գնա։ Քո երկրպագության մեջ մեկ քայլ ավելին գնա։ Թող դա լինի փոքր քայլեր, բայց հստակ լինի, որոշումով լինի, հաստատակամ լինի։ Ամեն։ Եվ այդ դեպքում որ դու կհասնես այն հաղթական վիճակին, որ Աստված քեզ համար պատրաստել է։ Եվ մինչև վերջ գնալը հոգևոր կյանքի կարևորագույն արժեքներից է, որ Աստված ցանկանում է ամեն մեկիս կյանքի մեջ տեսնել։ Եվ այս առաքելությանը, այս առաքինությանը աջակցող հատկանիշներից 4-ն առանձնացրել եմ ես եւ կուզեմ ձեզ հետ ձեզ փոխանցել։ Առաջի հատկանիշը, որ քրիստոնյայի կյանքում, Աստծո մարդու կյանքում պետք է լինի, նա ով որոշում ունի դեպի առաջ գնալու, մինչև վերջ գնալու, հետևյալն է, առաջինը հաստատակամությունն է։ Դու քո կյանքի մեջ պետք է հաստատակամ լինես։ Պողոս առաքյալը երկրորդ Թեսաղոնիկեցիների 2-րդ գլխի 15 խոսքում ասում է. «Արդ եղբայրներ, հաստատուն մնացեք եւ պինդ պահեք այն ավանդությունները, որ սովորել եք թե խոսքով եւ թե մեր նամակներով»։ Ասում է հաստատուն կացեք ձեր որոշման մեջ, ձեր սովորածի մեջ, ձեր ընտրության մեջ հաստատ կանգնեք եւ պինդ բռնեք այն, ինչ որ փոխանցվել է ձեզ։ Այն, ինչ որ փոխանցվել է թե պատգամների միջոցով եւ թե ձեր անձամբ Քրիստոսի հետ, Աստծո խոսքի հետ ունեցած հարաբերության միջոցով։ Երբ որ սրա վրա դուք հաստատ կանգնած եք, Աստված ձեզ կառաջնորդի եւ կտանի վերջնակետին, հաղթական վերջնակետին։ Կուզեմ Սպերջենի խոսքերից երկու միտք կարդալ։ Հրաշալի խոսքեր են, ասում հաստատակամության շնորհիվ էր, որ խխունջը հասավ Նոյան տապան։ Սիրելիս, վստահ եմ դու խխունջից արագաշարժ ես։ Բայց եթե խխունջը կարող էր իր դանդաղաշարժությամբ, իր դանդաղ ընթացքի մեջ այնքան հաստատակամ լիներ, որ հասցներ այդ ժամանակահատվածի մեջ մտնել տապանը եւ փրկությունը վերցնել, փրկության արժանանար, դու եւս կարող ես։ Թող լինի քո քայլերը դանդաղ, բայց հաստատուն լինի։ Հետընթաց չունենա իր մեջ, միշտ առաջընթաց ունենա։ Փոքր քայլերով դու առաջ գնա, բայց հաստատակամ եղիր այն որոշումների մեջ, որ ունես, այն նպատակների մեջ եւ տեսիլքների մեջ, որ Աստված քեզ տվել է, դրանց վրա հաստատ կանգնիր եւ առաջ շարժվիր եւ կտեսնես դրանց օրհնությունները քո կյանքի մեջ։ Եվ մեկ ուրիշ խոսք, որ Սպերջենից կկարդամ, ասում է կարևոր չէ թե որքանով ես սկսել քո ընթացքը, կարևորն այն է, թե արդյոք դու հաստատուն կմնաս մինչև վերջ։ Կապ չունի, շատերն են շատ մեծ խանդավառությամբ սկսում, շատերն են, որ երբ որ Աստծո խոսքը հասնում է իրանց, միանգամից սրտերը բացում են, այն առակի նման, որ Հիսուսն ասեց սերմնացանի, սերմն ընկնում է, արագ վերցնում են, բայց քանի որ հաստատակամ չեն, քանի որ արմատ չունեն, քանի որ ամուր կարճած չեն հողին, իրանց կյանքի մեջ այդ սերմերը պտուղ չեն տալիս։ Գուցե մտովի, գուցե ֆիզիկապես շրջվես եւ քո կողքին մարդկանց տեսնես, ովքեր ժամանակին եղել են այստեղ, այս դահլիճում, բայց այսօր չկան, որովհետեւ նրանք հաստատակամ չեն եղել, իրանց որոշման մեջ հաստատուն չեն եղել հետևել Հիսուսին։ Եվ երբ որ ինչ որ քամի խփել է, ինչ որ մտքեր եկել է, ինչ որ բաներ տեսել են, դա նրանց վրա ազդել է եւ նրանք դուրս են եկել Տիրոջ ներկայությունից։ Թող այսօր ոչ մի բան, ոչ մի տեսած, ոչ մի լսած, ոչ մի հպված բան քեզ չհեռացնի Քրիստոսից։ Դու մնա նրա վրա
ամուր ամրացած եւ շարժվիր առաջ։ Երկրորդ հատկանիշը, որը օգնում է մեզ մինչև վերջ գնալու, դա հավատարմությունն է։ Հայտնության 2-րդ գլուխ 10 խոսքի մեջ Աստծո խոսքը եկեղեցիներին հետևյալն է ասում է. հավատարիմ եղիր մինչև մահ եւ կյանքի պսակը կտամ քեզ։ Նայեք խոսքը ասում է անգամ մինչև մահը, անգամ երբ որ դու զգում ես, որ քո կյանքին վտանգ է սպառնում, անգամ երբ որ դու զգում ես, որ դու այլևս ոչինչ չես կարող անել, դու դրա մեջ հավատարիմ մնա։ Եվ երբ որ մինչև վերջ հավատարիմ ենք, քայլում ենք մինչև վերջ, անկախ նրանից ինչ ուժգնությամբ է մեզ հարվածում այդ վերևից եկող հարվածները, դեմից եկող հարվածները, հետևից եկող սպառնալիքները, ինչ որ գալիս է քո կյանքի մեջ, քո այդ ընթացքի մեջ, քո գործողությունների մեջ, քո որոշումների մեջ, ինչ որ Աստված տարել է քեզ, ինչի մեջ որ Աստված տանում է, ինչ կողմից էլ որ այդ հարվածները գան, մի նայիր, անգամ եթե դրանք մահացու են։ Աստծո խոսքն ասում է քայլիր, առաջ գնա եւ ես քեզ պսակ պիտի տամ։ Հավիտենական կյանքի փառքի պսակը, որ Աստված պատրաստել է ին եւ քո համար, սիրելիս։ Ուղղակի հավատարմությամբ շարժվիր առաջ։ Հավատարմությունը շատ կարևոր հիմք է, որը մեզ պահում է այդ ճանապարհի մեջ։ Երրորդ հատկանիշը համբերությունն է։ Սրանք բոլորը իրար հետ փոխկապակցված են։ Եվ Եբրայեցիների թղթի մեջ 12-րդ գլուխ առաջի խոսքը ասում է. ուստի մենք էլ, որ շրջապատված ենք վկաների այսչափ բազմությամբ։ Գիտեք, սիրելիներս, դուք ձեր շրջապատում ունեք վկաներ, ովքեր որ նայում են ձեր կյանքին, ովքեր որ տեսնում են, թե ինչպես եք դուք գնում, ովքեր որ հետաքրքրված են ձեր քայլերով։ Եվ ասում է ունենք այդ բազմությունը վկաների, դեն գցենք ամեն ծանրություն եւ մեղք, որը մեզ հեշտությամբ է պաշարում։ Գիտեք, խնդիրները, դժվարությունները, մեղքերը, ուրիշ կողմերից եկող շշուկները մեզ շատ արագությամբ վերցնում են։ Մենք շատ արագությամբ կլանում ենք այդ ամենը, կարծես սպունգ լինենք։ Կողքից մի բացասական խոսք քո հոգևոր կյանքի մասին, քո կատարած ծառայության մասին, քո խոսացած խոսքի մասին, եւ դու շատ արագությամբ վերցնում ես այդ բացասականը, բայց Աստծո խոսքն ասում է դեն գցիր դրանք։ Այդ վկաները, որ կանգնած են, կարող են վերևից աղաղակել քո ընթացքի վրա։ Տեսել եք, չէ՞, ֆիլմեր կամ բան, որ մարզիկը վազում է կամ ֆուտբոլիստը խաղում է եւ հանդիսատեսին այդ վկաներին դուր չի գալիս եւ նրանք գոչում են բացասական եւ շատ արագությամբ շատ անգամներ մենք այդ ուղուն վերցնում ենք, կլանում ենք եւ սկսում ենք ընկճվել։ Մեր կատարածը գուցե լավը չէր, մեր կատարածը սխալ էր, բայց գիտես, սիրելիս, հանդիսատեսի կարծիքը թող չազդի քո վրա, թող դատավորի կարծիքը ազդի քո վրա, ով կարող է բեկանել քո արած ամեն բանը, եւ այդ դատավորը Քրիստոսն է։ Եթե դու նայես նրան, դու կիմանաս, թե ինչպես ես քայլում։ Դու կիմանաս, կտեսնես արդյոք քո ընթացքը ճիշտ ուղու վրա ես, թե ոչ։ Եվ Պողոս առաքյալ կներեք Եբրայեցիների թղթի հեղինակը ասում է. դեն գցեք այդ մեղքերը եւ պաշարող, որը ձեզ հեշտությամբ է պաշարում, եւ համբերությամբ ընթացեք ձեր առջև բացված ասպարեզը։ Ամեն բանի համբերելով ասում է ուղակի գնացեք, դու ուղակի ձեր վազքը, ձեր մարաթոնը, ձեր ընթացքը ունեցեք եւ ոչ մի բանի վրա ուշադրություն մի դարձրեք։ Այն ասպարեզը, որ ձեր առաջ բացվել է, ձեր խնդիրն է ուղակի դա հաղթահարել եւ անցնել։ Եվ դրա դատողը միայն Աստված է։ Եվ երկրորդ խոսքի մեջ ասում է ուշադրություն դարձնելով, ձեր ուշքը կենտրոնացնելով ձեր առաջնորդին, որը Քրիստոսն է։ Երբ որ մենք նայում ենք Քրիստոսին, տեսնում ենք, որ նա էլ չնայեց որևիցե մեկի ասացին, նա միայն նայեց հոր կամքին։
Գեթսեմանի պարտեզում, երբ որ նա աղոթում էր, նա չնայեց, թե ինչպիսի սրերով, նիզակներով, ովքեր են գալիս, ով իրան մատնեց, աշակերտները քնած են, թե ոչ, նա նայեց միայն հոր կամքին եւ նրա աղոթքը միայն սա էր. Հայր, եթե կամքն ա, որ այս բաժակը ինձանից վեր առնվի, թող վեր առնվի, եթե ոչ, թող լինի քո կամքը։ Նա գիտեր, որ ինքը մի ասպարեզի մեջ է, որը կարիք ունի ավարտին հասցնելու, գնալու, եւ նա չասեց, թող այսպես լինի։ Նա ասեց, ես կամենում եմ, ես կուզեմ, գուցե սա ինձ հարմար լինի, բայց թող քո կամքը լինի։ Ոչ թե ինչպես որ ես եմ ուզում, ոչ թե ինչպես որ աշակերտներից տեսնում եմ, որ նրանք անտարբեր են, քնած են, հոգնած են, իմ կողքին եղողները լավ չեն աղոթում, քիչ են աղոթում, դու ասա Տեր, ես ուզում եմ քո կամքը հայտնվի իմ կյանքի մեջ։ Ես ուզում եմ քո կամքը հայտնվի իմ ընթացքի մեջ։ Ես քայլեմ այնպես, ինչպես որ դու ես ուզում, եւ հասնեմ այն կետին, որի մեջ դու ինձ տանում ես, որի մեջ ես հաղթական կունենամ, հաղթական կլինեմ, հաղթություն կձեռք բերեմ։ Ամեն։ Եվ Հակոբոս առաքյալը 5-րդ գլուխ 7-րդ խոսքում իր թղթի մեջ ասում է. «Արդ եղբայրներ, մինչև Տիրոջ գալուստը համբերող եղեք»։ Մենք կարիք ունենք համբերել այնքան, մինչև որ Քրիստոսին կտեսնենք գալուս։ Մինչև վերջ համբերող եղեք։ Եվ Հակոբոսը շարունակելով ասում է. «Ահա մշակը համբերությամբ սպասում է հողի պատվական արդյունքին, պտղին, մինչև առաջին եւ վերջին անձրևը ստանա»։ Ես եւ դու մշակներ ենք Տիրոջ տան մեջ։ Ես եւ դու մշակներ ենք Տիրոջ դաշտի մեջ, եւ մենք կարիք ունենք համբերությամբ գործել։ Միմյանց համբերելով, միմյանց տանելով, միմյանց բեռը կրելով, համբերելով իրար, աջակցելով իրար, հասնելու այն տեղին, որպիսի եւ առաջի անձրևները, որը վայելել ես քո Քրիստոսին այո ասելով, եւ վերջի անձրևը, երբ որ նա կգա իր հայտնությամբ, դու ստանաս եւ քո պտուղը կատարյալ լինի։ Ամեն սիրելիս։ Համբերությամբ շարժվիր մինչև վերջ։ Եվ 4-րդ բանը, հատկանիշը, որը գուցե եւ ամենակարևորն է քրիստոնյայի կյանքում, որի մասին Աստծո խոսքը մեծ շեշտադրում է անում, դա սերն է։ Գիտեք սիրելիս, եթե դու չունենաս սեր ինչ որ բանի հանդեպ, ինչ որ մեկի հանդեպ, դու երբեք ու երբեք նրա հանդեպ հավատարիմ, նրա հանդեպ հաստատակամ, նրա հանդեպ որոշումներով լցված չես լինի։ Երբ որ սերդ պակասեց, քո գործողություններն էլ կթերանան։ Եվ դրա համար Աստծո խոսքը Հիսուսը Մատթեոս ավետարանի 24-րդ գլխի 12-13 համարների մեջ հետևյալն ասում է. «Եվ անօրենությամբ բազմանալու պատճառով շատերի սերը սառչելու է»։ Եվ երկրորդ բաժնի մեջ ասում է. «Բայց ով մինչև վերջ համբերի, նա պիտի փրկվի»։ Գիտեք, սերը այն ամենն է, որը մեզ տանում է հավատարմության, մեզ տանում է համբերության։ Եթե չկա սեր, մենք չենք կարող ունենալ այդ ամենը։ Կորինթացիների թղթի մեջ Պողոսն ասում է, եթե սեր չկա, զուր են մարգարեությունները, զուր են խոսքերը, զուր են փառաբանությունները, ամեն բան զուր է, եթե սերը չկա։ Եթե ես եւ դու մեր արքայի, մեր թագավորի, մեր փրկչի հանդեպ, նրա կամքի հանդեպ, նրա խոսքի հանդեպ, նրա ներկայության հանդեպ չունենք սեր, մենք չենք կարող մինչև վերջ նրա այդ նպատակների մեջ քայլել հավատարմությամբ։ Ինչ որ մենք տեղ կթերանանք, ինչ որ բանում կթերանանք, բայց երբ որ սիրով լցված ենք, մենք փորձում ենք անել առավելագույնը, մենք քայլում ենք փոքր քայլերով առաջ, այսօր մի ժամ եմ աղոթել, վաղը մի ժամ 10 րոպե պետք է աղոթեմ, այսօր 1 հոգու եմ վկայել, վաղը 2-ին պետք է վկայեմ, այսօր եկեղեցի եմ գնացել աղոթքաժողովին, վաղը ծառայողականին էլ պետքա գնամ։ Ես պետքա հասնեմ այն քայլին, որ ուղակի շարք զբաղեցնող չլինեմ, այլ Տիրոջ դաշտի մեջ ծառայող անձնավորություն լինեմ։ Երբ որ կա այդ սերը, քո մեջ նախանձավորությունն էլ կբորբոքվի, Տիրոջ համար անել ավելին։ Եթե չկա, քիչ-քիչ սառեց, ինչ որտեղ դու կընկնես, ինչ որ դու տեղ հետ կմնաս։ Դրա համար Հիսուսն ասում է, շատ անգամ վերջի օրերում շատերի կյանքի մեջ այդ սերը պիտի սառչի։ Ու ցավոք սրտի մենք տեսնում ենք այդ խոսքը Քրիստոսի, որ ասել է, շատերի մեջ տեսնում ենք սերը սառելուս։ Սիրելիս, թույլ մի տուր քո կյանքի մեջ
սառույցը ավելանա։ Եթե կա տեսնում ես ինչ որ բանի մեջ, քո սրտի մեջ սառույց բռնել, դրա վրա կանչիր Սուրբ Հոգու կրակի ջերմությունը։ Թույլ մի տուր ոչ մի բանի ձայն քո ուշադրությունը կտրի Տիրոջ ներկայությունից։ Քո շուրջը կարող է հեռախոսել զնգա, երեխա էլ գոռա, ալիքներ էլ փոթորկեն, մի նայիր դրանց։ Պետրոսը երբ որ նայեց, սկսեց ընկղմվել։ Բայց երբ որ մենք նայում ենք Քրիստոսին, մեր զորագլխին եւ հետևում ենք նրան, մենք կգնանք առաջ եւ կասենք. Տեր, թող քո կամքը լինի։ Հայր, թող քո կամքը լինի։ Ես տեսնում եմ այս ամենը կա, տեսնում եմ աշակերտներին քնած, տեսնում եմ ին վրա եկող զինվորներին, բայց ուզում եմ, որ քո կամքը լինի։ Ես ուզում եմ մինչև վերջ անել այն, ինչ որ դու ես կամենում, ամեն։ Եվ երեք կարևորագույն բան, որ ինչի համար է կարևոր մինչև վերջ գնալը, սա էլ կասեմ եւ 2-3 աստվածաշնչյան հատված կնայենք իրար հետ։ Շատ կարևոր է մինչև վերջ գնալը, որովհետեւ այն ապացուցում է քո նպատակասլացությունը եւ համառությունը։ Երբ որ մարդիկ տեսնում են, որ դու ինչ որ բան, ինչ որ գործ սկսել ես եւ կատարել ես մինչև վերջ, նրանք տեսնում են, որ դու համառ ես։ Դու ոչ մի բանի առաջ չես ընկրկում։ Դու ոչ մի բանից հետ չես կանգնում։ Դու շարունակում ես, մինչև որ հասնես այն ամեն ինչին, որ ուզել ես։ Այն ամենին, ինչ որ Տերը քո առաջ դրել է։ Կարևոր է մինչև վերջ գնալը, որովհետև ապահովում է ցանկալի արդյունքը քո կյանքում։ Եթե դու ինչ որ բան ես տնկել բույս եւ չես ջրում, չես մշակում, նրա համար ուշադրություն չես դարձնում, դու արդյունքը չես ստանա։ Գուցե ինչ որ բանը ստանաս, բայց այն ինչ որ ցանկալի էր եւ կարելի էր ավելին ստանալ, չստանաս։ Մի կարճ օրինակ իմ կյանքից կուզեմ պատմել։ Ճիշտն ասած 3 գիշերը արդեն քնելու ժամանակ է այս օրինակը։ Ես ընդհանրապես երբ որ պատգամի վրա պատրաստվում եմ, կարծես գիշերն էլ քնելու ընթացքում էլ անընդհատ մտորում եմ այդ պատգամների վրա եւ երբ որ այս օրինակը եկավ, իմ ներսից մի հատ sense քմծիծաղ, այսպեսի մի բան բարձացավ, բայց որոշեցի որ ասեմ։ Երբ որ մենք Ալավերդիում ենք ծառամ եւ այնտեղ ապրում ենք, մի փոքր հողամաս ունեի։ Եվ այդ հողամասում մի քանի թուփ պամիդոր էի տնկել։ Եվ ամեն օր մտնում էի այն սիրահարվածի նման, որ երկար ժամանակ այդ բանով չի զբաղվել, ամեն օր ջրում էի, ամեն օր տերևները մաքրում, պոկում, եւ եկավ մի օր ամպերը կուտակվեցին։ Շատ ուժեղ փոթորիկ քամի սկսվեց եւ հերվից արդեն կտուրների վրա լսվեցին կարկուտի կտկտոցները։ Ոնց ծնողը իր երեխին, որ տեսնում է վտանգի մեջ, այդ ձևով կհասնի փրկելու օգնելու, չէ։ Ես ոչինչ չէի կարող անել։ Այդքան թուփը չէի կարող գնամ, թեկուս սենց ինձանով ծածկեմ կամ ինչ որ մի բանով։ Ես ուղղակի կանգնեցի եւ հիշեցի Տիրոջ խոսքերը, որ դուք ունեք իշխանություն ամեն բանի վրա։ Եվ ես աղոթեցի. Տեր, քո տված, դու ասում ես, որ քո ձեռքի գործը պիտի օրհնվի։ Տեր, ես սրա վրա ժամանակ եմ դրել, ես սրա վրա ջանք եմ դրել, սեր եմ դրել, ես աղոթում եմ պաշտպանիր։ Կուզեք հավատացեք, կուզեք ոչ։ Կարկուտը ամեն ինչ ջարդեց կողքը շուրջ բոլորը։ Սալորի ծառերը կեսից կեսեր արե։ Ես երբ որ կարկուտը ավարտվեց, իջա հողամաս, որևիցե մի թփին, որևիցե մի պամիդորին մի հատիկ բան չէր եղել։ Գիտեք, սիրելիս, երբ որ դու հաստատակամ կանգնում ես, հավատքով կանգնում ես եւ քո կատարած գործի համար գնում ես մինչև վերջ, անգամ այն անհնարին թվացող բանն էլ դու անում ես, Աստված գիտի պատասխանել եւ օրհնություն բերել։ Գուցե այսօր քեզ համար ծիծաղելի այո, բայց երբ որ տեսնում ես քո որոշումների վրա կուտակված ամպեր, դու կանգնիր դեպի Տիրոջը եւ ասա. Տեր, այն ինչ որ դու դրել ես իմ սրտի վրա, այն ինչ որ դու դրել ես իմ ներսում կատարելու, դու օգնիր, թող քո ծածկոցը գա, որ ես մինչև վերջ գնամ եւ դրանց որևիցե վնաս չհասնի։ Քո դրած գործը, քո կատարած գործը, սիրելիս, անկախ նրանից դա ֆիզիկական է, նյութական է, թե հոգևոր, դու կարիք ունես դրանց համար կանգնելու, մինչև վերջ պայքարելու։ Երբ որ դու ձեռքերդ լվանում ես, մի կողմ ես քաշվում, բախտիքը մահաճույքին ես թողնում, այո, կարկուտն էլ կհարվածի,
ուրիշ բաներն էլ կտանեն, ինչպես Կարեն եղբայրը այսօր խոսեց, գողերն էլ կմտնեն, կթալանեն, ժանգն էլ կուտի, բայց երբ որ դու կանգնած ես դրա համար, մինչև վերջ գնալու, Աստված իր ծածկոցը կբերի պաշտպանելու այդ ամենը։ Ամեն։ Ելից գիրքը երբ որ կարդում ենք, տեսնում ենք մի անձնավորության Մովսեսին, ով կանչ ունեցավ Տիրոջից, գնալու եւ իր ժողովուրդը ազատելու։ Եվ ասма, երբ որ Մովսեսը գնաց եւ Ահարոնի հետ մտավ Փարավոնի մոտ եւ ասեց. Իսրայելի Տեր Աստվածն ասում է իմ ժողովուրդն արձակիր, որպեսզի գնան անապատում տոնախմբություն անեն, Աստծո խոսքն ասում է Փարավոնը իր սիրտը կարծրացրեց եւ ասեց. ով է ձեր Աստվածը, որ ես նրա ասածին լսեմ, դուրս եկեք եւ ժողովրդի վրա էլ ասում է ավելի մեծ լուծ դրեց, ավելի մեծ գործ դրեց, ավելի շատացրեց նրանց չարչարանքը եւ ժողովուրդն սկսեց տրտնջալ։ Եվ Մովսեսն ինչ արեց։ Գնաց Տիրոջ մոտ 5-րդ գլուխ 22-23 համարները եւ 6-րդ գլխի առաջի համարները ասում է Մովսեսը գնաց Տիրոջ մոտ եւ սկսեց նրա հետ զրուցել։ Ով Տեր, ինչու չարիքի մեջ գցեցիր այս ժողովուրդը։ Դու չէիր, որ ասել էիր, որ պետք է ազատես։ Ժողովուրդը տրտնջում է, Փարավոնն ավելի ծանրացրեց այդ գործը եւ շատ անգամներ մենք էլ երբ որ ինչ որ բան ստանում ենք, ինչ որ կանչ ենք ստանում, մի ծառայության ենք մտնում եւ այդտեղ հանկարծ ինչ որ դժվարություններ ա գալիս, մենք էլ ասում ենք Տեր, բա դու կանչեցիր այդ ծառայությանը։ Դու ասեցիր գնա այս հարևանի վկայի։ Ես գիտեի, որ ինքը այն մարդը չի, որ լսի քո խոսքը։ Եվ Տիրոջ խոսքը հետեւյալն է. Ես եմ Տերը։ Երբ որ Մովսեսը իր արգումենտները բերեց, որ այս բաները եղավ Տեր Աստված, դու ասել էիր, բայց Փարավոնը այսպես վարվեց, այս բաներն արեց, ժողովրդի վրա ավելի մեծ դժվարություններ բերեց, բա ուր է քո փրկությունը, Աստված նրան ասեց. Ես եմ Տերը։ Փարավոնը չի որ Տերն է, ես եմ Տերը, Մովսես։ Եվ ասեց. մինչև այս պահը Իսրայելի հետ խոսել էի իմ ամենակարող անունով, բայց այսօր ես խոսում եմ նրանց հետ իմ Տեր լինելու անունով։ Ես քո կյանքում Տեր եմ։ Ես քո ամեն որոշման համար Տեր եմ։ Ես քո ամեն գործի համար Տեր եմ։ Ես քո նպատակների եւ տեսիլքների համար Տեր եմ։ Միայն դու քայլ արա, միայն դու համառություն ձեռք բեր, միայն դու հավատարմություն վերցրու, միայն դու սիրիր այն խոսքը, որ ես ասում եմ, եւ գնա այդ խոսքին հնազանդվելով, ես Տեր եմ։ Եվ եթե տեսնում ենք Աստծո խոսքի մեջ, Մովսեսը շարունակեց բազմաթիվ անգամներ իր ճակատը պնդասնելով, համառությամբ մտնելով, անգամ իր կյանքին վտանգի բանը ունենալով, նա գնում էր Փարավոնի առաջ եւ ասում էր. Իսրայելի Տեր Աստվածը ասում է արձակիր իմ ժողովրդին։ Մինչև այն պահը, որ Փարավոնի կյանքի մեջ, նրա ամբողջ ընտանիքի մեջ եւ ամբողջ Եգիպտոսի մեջ Աստված իր զորավոր ձեռքը ցույց տվեց։ Գիտես սիրելիս, քո գործը չի Աստված ինչպես կարձակի, ինչպես կազատի քեզ իրավիճակներից, ինչպես կբժշկի քեզ, ինչպես քեզ կօրհնի, ինչպես քեզ կտանի խոստման երկիրը, դու ուղղակի համար եղիր քայլեր կատարելու։ Եվ նա ցույց կտա իր Տեր լինելը քո կյանքի մեջ, քո ընտանիքի մեջ, քո ազգի մեջ, քո ժողովրդի մեջ, քո քաղաքի մեջ։ Դու ուղղակի համառությամբ կանգնիր։ Մեկ անգամ աղոթել ես, բավարար չի 10 անգամ աղոթիր։ Մեկ օր ծոմ ես պահել, 2 օր ծոմ պահիր, բայց Աստված իր խոսքի Տեր Աստվածա, նա կանի այն ամենը, ինչի մեջ քեզ կանչել է։ Նա կտանի քեզ այն օրհնությանը, ինչի մեջ նա քեզ կանչել է։ Եվ Մովսեսը Իսրայել ժողովրդին հանեց Եգիպտոսի լծից, նրա գերությունից, որովհետև համառությամբ եւ հաստատակամությամբ լսելով Տիրոջ խոսքը նա շարունակեց օրեր շարունակ գնալ Փարավոնի առաջ եւ հռչակել Տիրոջ խոսքը։ Այսօր սիրելիս կուզեմ ամեն օր կանգնես Փարավոնների առաջ եւ հռչակես Տիրոջ խոսքը։ Իմ ժողովուրդը, իմ ընտանիքը, իմ զավակները պիտի Տիրոջը պաշտեն, արձակիր։ Համար գտնվիր սիրելիս։ Երկրորդ անձնավորությունը, որին տեսնում ենք, ով իր կյանքի մեջ այս արժեքները ցույց էր տալիս եւ մինչեւ վերջ կանգնած էր Տիրոջ գործի համար, դա Նեեմիան է։ Աստծո խոսքն ասում է Նեեմիայի թղթի գրքի մեջ առաջի խոսքը, երբ որ կարդում ենք, ասում է, երբ որ Երուսաղեմից մարդիկ եկան եւ պատմեցին այնտեղի իրավիճակը,
Ասում է ես օրեր շարունակ լացում էի եւ ծոմով ու աղոթքով Տիրոջ առաջ էի։ Սիրելիս, ինչպիսի դժվար լուրեր ես լսում, որոնք քո ներսը խառնում են Տիրոջ առաջ կանգնելու համար։ Կամ արդյոք դրանք քո վրա ազդեցություն ունենում են, թե ոչ։ Գիտեք, շատ անգամներ մարդիկ լսելով այն մյուսի դժվարությունը, այն մյուսի խնդրեմը, խնդիրը, ասում են դե դա իրա խնդիրն է։ Բայց Նեհեմիան չասեց, դա այն մնացորդի, այնտեղ մնացած ժողովրդի խնդիրն է։ Նա կանգնեց եւ օրեր շարունակ լացով, ծոմով եւ աղոթքով Տիրոջն աղաղակում էր. Հայր, Տեր Աստված, ների՛ր իմ եւ իմ ազգի մեղքերը եւ օգնիր եւ այն խոստումը, որ տվել ես վերականգնման, օգնիր դա կատարվի։ Եվ բոլորդ վստահ եմ ծանոթ եք այդ պատմությանը, Նեհեմիան հրահանգ ստացավ գնալու եւ կառուցելու քաղաքը եւ նրա պարիսպները։ Եվ երբ որ նա այդ գործն անում էր, Աստծո խոսքն ասում է, կային մարդիկ, ովքեր ցանկացան խոչընդոտել, ցանկացան նրանց խանգարել, բայց Աստծո խոսքի մեջ կարդում ենք Նեհեմիայի գրվածքը, ասում է, մենք ամեն մեկս մեր սուրը, մեր նիզակը մի ձեռքում եւ շինարարական գործիքը մեկ ձեռքում ամեն օր շարունակում էինք այն գործը, որ Աստծուց առել էինք։ Սիրելիս, թող ոչ մի խոսք, ոչ մի հրահանգ, ոչ մի այսպես ասած հակառակություն քեզ հետ չպահի այն քայլերից, որ պիտի գնաս։ Մինչև որ քո պարիսպները կկառուցես, մինչև որ քո ներքին քաղաքը կկառուցես, մինչև որ քո ժողովրդին կմիաբանես իրար հետ։ Սիրելիս, շարունակիր գործել։ Այն ծառայությունը, որ վստահվել է քեզ, դրանց պարիսպները կառուցիր եւ բարձրացրու։ Թող դրա մեջ գա կենթանությունը, կյանքը, ուրախությունը երկնային։ Դու ուղղակի շարունակիր եւ աղոթել եւ գործել։ Ամեն։ Եվ պայքարել եւ գործել։ Առանց աղոթքի չենք կարող ծառայել, շարունակել արդյունավետ ծառայել։ Եվ եթե մենք չծառայենք, այդ գործը չի կատարվի։ Եթե դու դրված ես այդ դիրքի մեջ, դա քո բաժինն է, որովհետև Աստծո խոսքն ասում է Նեհեմիան, երբ որ կառուցում էր պարիսպները, քաղաքի դռները, ամեն ազգատոհ ուներ իր չափաբաժինը անելու։ Մեկը էս դռնից էս դուռը, մեկը պարիսպի էս հատվածը, մեկը էս մի կտորը, եւ ամեն մեկը գիտեր իր անելիքը։ Սիրելիս, այսօր դու ամեն մեկդ այստեղ ունեք պարիսպի կտոր նորոգելու։ Դուք ունեք ձեր դիրքում կանգնելու, պահապանություն անելու, ջուր բերելու, ցեխը շաղվելու, ամեն մեկս ունեն գործ այդ պարիսպը կառուցելու, Տիրոջ տունը բարձրացնելու։ Եվ ամեն մեկից կատարած գործը մեկ քարը մեկի վրա դնելը շատ կարևոր է։ Եվ դրա մեջ մենք պետք է լինենք հավատարիմ եւ համառ։ Սիրենք այդ գործը եւ կատարենք Տիրոջ խոսքը, ամեն։ Եվ վերջի բանը, որ կուզեմ կարդամ, կետեր շատ ունեմ, բայց այդքանը ամբողջությամբ չեմ ասի, որովհետև ժամանակը բավարար չի։ Եբրայեցիների թղթի 12-րդ գլուխ 2-րդ խոսքը, որի մասին արդեն ասեցի, ասում է. նայենք հավատքի զորագլխին եւ այն կատարողին, Հիսուսին, որն իր առջև դրված ուրախության փոխարեն խաչը հանձնառավ եւ ամոթը արհամարելով Աստծո աթոռի աջ կողմում նստեց։ Աստծո խոսքը մեզ քաջալերում է նայել մեր հավատքի առաջնորդին։ Եթե մենք ուզում ենք գնանք, ընթանանք, առաջ գնանք, ավելի առաջ գնանք, հասնենք վերջնակետին, մենք կարիք ունենք հետևելու մեկ օրինակի։ Այդ օրինակը ոչ ես եմ, ոչ մյուս ծառայողն է, ոչ մյուս մարգարեն է, ոչ մյուս առաքյալն է, դա միայն ու միայն Հիսուս Քրիստոսն է, որը արժանի է հետևելու իր քայլերին, իր օրինակին, իր ապրելակերպին, իր վարվեցողությանը։ Մենք միայն այս դեպքում կարող ենք մեր քայլերը շիտականել, մենք կարող ենք մեր ճանապարհներն ուղիղանել, մենք կարող ենք ավելի հստակ եւ հաստատակամ գնալ, եթե նայենք Հիսուսին։ Եթե նրա խոսքին ուշադրություն դարձնենք, մենք կարող ենք լինել հաղթական։ Մենք կհասնենք
այն խոստման երկիրը, որ Աստված պատրաստել է մեզ համար։ Ամեն։ Հիսուսը Հովհաննես ավետարան 4:34 խոսքում ասեց. «Իմ կերակուրը այն է, որ ինձ ուղարկողի կամքը կատարեմ եւ նրա գործը ավարտին հասցնեմ»։ Աստված քեզ հանձնարարած գործ ունի։ Երբ որ դու կանչվել ես, երբ որ դու ընտրվել ես նրա տան մեջ, դու կատարելու գործ ունես։ Դու ճանապարհ ունես անցնելու եւ դու կարիք ունես դա անելու, մինչեւ որ դա ավարտին հասցնես։ Այո, թող քեզանից ջանք գնա, քեզանից ժամանակ գնա, որոշ անգամներ նեղվես, բայց դու քո գործը ավարտին հասցրու, ինչպես որ Հիսուսը իր գործը ավարտին հասցրեց։ Հիսուսի երեսին թքեցին, ապտակեցին, փշե պսակը դրեցին, նրան խաչեցին, բայց նա իր գործը ավարտին հասցրեց։ Երբ որ մենք էլ այս համոզմամբ, այս համոզմունքով առաջ գնանք, սիրելիներս, մեր շրջապատում շատ փրկվողներ կլինեն։ Հիսուսը խաչվեց, որպեսզի այսօր ես եւ դու այստեղ լինենք։ Ինչի ես պատրաստ դու։ Արդյոք դու քո քայլերը կուղես մինչև վերջ գնալու, մինչև ի մահ գնալու, որպեսզի փառքի պսակը եւ առնես դու եւ քո տան անդամները, եւ քո գործակիցները, եւ քո շուրջը եղողները։ Սիրելիս, շարժվիր մինչև վերջ եւ քայլիր մինչև վերջ։ Գնա մինչև վերջ։ Եվ մինչև որ Քրիստոսից չլսես, որ բարի եւ հավատարիմ ծառա, մտիր քո հոր արքայությունը չդադարես։ Ամեն։ Եկեք կանգնենք Տիրոջ առաջ եւ վերջի խոսքը կկարդամ ու սրանով երկրպագության մեջ գնանք։ Հայտնության 2-րդ գլուխ 26 խոսքն ասում է. «Հաղթողին եւ իմ գործը մինչև վերջը պահողին ազգերի վրա իշխան պիտի դնեմ»։ Սիրելիս, դու կանչված ես ազգերի վրա իշխելու, իշխան լինելու, թագավորական եւ քահանայական սերունդ լինելու։ Բայց դրա համար նախքան այդ ասում է այն գործը, որ ես հանձնարարել եմ, նա ով մինչև վերջը կանի։ Ասա ես չեմ դադարի, ես կգնամ մինչև վերջ։ Ինձ ոչ մի բան չի խանգարի, ես կգործեմ մինչև վերջ։ Ես հավատարիմ կլինեմ մինչև վերջ։ Սիրելիները, շատ անգամներ մեր հռչակումները օգնում են անելու եւ լինելու այն, ինչպիսին որ Աստված ուզում է։ Քո կյանքի վրա հռչակիր, որ դու կիսատ չես թողնի ոչ մի բան։ Քո կյանքի վրա հռչակիր, որ դու կլինես հավատարիմ, դու կլինես անմնացորդ, դու կլինես սիրող, դու կլինես հաստատակամ այն գործի մեջ, որի մեջ Աստված քեզ կանչել է։